Բարոյական է արդյոք որ Փաշինյանի թիկնապահների հետ միջադեպից հետո այն տղան որ հիվանդանոցում է թույլ չեն տալիս որ մայրը խնամի։ Դրա ի՞նչն է բարոյական։ Ասենք ի՞նչն է բարոյական, անչափահաս երեխա է, սիրավական գնահատական չեմ կարա տա, բայց երեխին խնամելու համար մորը չթողել այդ որն է։ Ասենք դրա բարոյականը դուք ինքներ եք տա։ Բացարձակ բոլորը ընկները։ Դե ես մայր եմ, ինձ հարցնում ես Ազիզ ջան, ինձ համար դա անբնական է, բայց ես չգիտեմ ամեն ինչի տակ ինչ է թաքնված, ինչ կա, ինչ պատճառներ ունի, ոչինչ չեմ կարող ասեմ։ Մեր երկրում բարդակ է։ Տղային չեն ազատել դեռ։ Տղան վերակենդանացման բաժանմունքում էր, հիմա թույլ չեն տալիս որ Իհարկե սխալ է, իհարկե սխալ է։ Կներեք, ես քաղաքականությամբ չեմ։ Փաշինյանի թիկնապահների հետ Ինքը բարոյական է գնացինք, կներեք։ Չէ, պետքա որ թույլ տան անպայման։ Իսկ նորմալ է իրանց այս արարքը որ հիվանդանոցում է, բայց մորը չեն թողում։ Ես կողմնակից եմ որ ամեն ինչ օրենքի սահմաններում լինի, բայց պետքա մի քիչ մարդկային գործոնել գործել, էլի ամեն դեպքում։ Դե եթե հանցագործություն արել, Բայց հիվանդանոցում է հայտնվել ու մորը չեն թողում։ ես տեղյակ չեմ գնենք։ Սատիսներ են դրանով։ Բարոյական բրազիլ։ Նամյելու հետ կապված գտնում եմ, որ իրավունք չունեն ծնողին զրկելու։ Բայց իրենք արդեն իսկ արել են դա։ Նո կարելի է ուրեմն դատապարտում են, բայց միևնույն ժամանակ նաև իս թվում պետք է չհասնել կոռեկտության սահմանները նամանավանդ եկեղեցու։ Իհարկե ոչ։ Բայց թույլ չեն տալիս ու համարում են դա նորմալ, դա բարոյական է։ Իհարկե ոչ։ Չեմ համարում ես նորմալ։ Իհարկե ոչ։ Ոչ ծավտան է։ Դե իրանք ոնց մտածում, ոնց գտնում են ճիշտ է, այդպես էլ անում են։ Բայց դա ճիշտ է, երբ որ մայրը չի կարողանում իր տղային խնամել։ Ուրեմն շատ հիվանդանոցներ կա, որ ոչ մեկին չեն թողնում, որ ինչ որ մեկը մնա խնամի։ Շատ հիվանդանոցներ կա։ Իսկ արգելելը ոչ թե Տեսակցություն իհարկե չէ, պետք է թողնեն որ տեսնի, բայց ինչ մնում է խնամել, բժիշկները խնամում են, այնտեղ իրեն խնամողներ կան։